Նպատակ՝ արձագանք, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական պատրաստվածություն։ Մարզային այցելությունների շրջանակում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուշադրության կենտրոնում հրշեջ փրկարարական ջոկատների արձագանքման կարողություններն ու ծառայության կազմակերպման արդյունավետությունն է։ Փետրվարի 24-ին Արամ Ղազարյանն այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներ, ծանոթացել ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին ծառայության կազմակերպման ընթացքին։ Ծառայության տնօրենին են ներկայացվել ահազանգերի արձագանքման ժամանակագրությունը, դեպքերին արձագանքելու մարտավարությունն ու դեպ պատահարների ժամանակ օգտագործվող տեխնիկան, հատուկ եւ օժանդակ կույք սարքավորումները։ Փրկարարծառայության տնօրենը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա հանձնարարել է փրկարարծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին համահունչ առավել բարձր պատասխանատվությամբ շարունակել ծառայության առջև դրված խնդիրների իրականացումը։ Փրկարարծառայության տնօրենը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաեւ փետրվարի 25-ին Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Խոսելով ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման մասին, նա ընդգծել է տարբեր ձևաչափերով վերապատրաստումների անհրաժեշտությունը։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել բաժինների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։ Արամ Ղազարյանն այցելել է նաեւ մարզի հրշեջ փրկարարական ջոկատներ, ծանոթացել շենքային պայմաններին, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությանն ու մարտավարությանը։ Անդրադառնալով տեխնիկական միջոցների արդիականացմանն ու վերազինմանը, փրկարարծառայության տնօրենը ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության կողմից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին հատկացված հրշեջ փրկարարական եւ կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված 4 տրանսպորտային միջոցները կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Աշխատանքային այցի ընթացքում փրկարարծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ։